Բարի լույս սիրելիներս, ողջույն, շաբաթ առավոտ շուտ է, 1 ժամով գործ ունեմ օրդինացիայում, գնում եմ, դուրս գանք ու հետո պետքա գնանք գնումների, մտնենք մի հատ խանութ, այսօր առավոտ շուտ է մտնենք մի հատ խանութ, մի փոքրիկ շշով կոլա պետքա վերցնեմ, կոկա-կոլան այս վերջերս իմ համար փրկություն է դարձել, իհարկե այնպես չի որ խորհուրդ եմ տալի բոլորիդ խմեք, գիտեմ վնասակար հատկությունների մասին, բայց քանի որ ես հիպոտոնիկ եմ, ճնշումս շատ ցածր է ու մի երկու կում, երբ որ զգում եմ ինձ վատ եմ զգում արդեն, մի երկու կում խմում եմ ու նորից ամեն բան կարգավորվում է մոտս, ահա արդեն խանութում ենք։ Ու այսօրվա մեր գալու հիմնական նպատակը Ալենի սենյակի համար գրասեղան եւ աթոռ գնելն է եւ պետքա բազմոց նայենք, նաեւ բազմոցա պես պետք, այնպեսի բազմոց, որ շատ տեղ չզբաղացնի, բացվող լինի, ոչ մեր տան համար, այսինքն մեր տան, բայց այն մյուս տան, որը օգտագործվում է որպես հյուրատուն, այնտեղի համար նոր բազմոց եմ ուզում, հարմարավետ, ահա այստեղ մի հատ տեսեք, ինչ եմ տեսել, ինչքան սիրուն են, ինչքան փոքր են, բազմոցները, բազկաթոռները, մանկական սենյակները, բայց դե Զոյկայի համար դեռ հետո Ալենի սենյակը մի հատ վերջացնենք, հետո կանցնենք արդեն մյուս սենյակներին։ Ամեն բան այնքան սիրուն է, այստեղ դե նոր եմ բացել, արդեն գիտեք, որ վերաբացվել է, ամեն բան իր տեղում, սիրուն դասավորած, ամեն ինչը նոր, նորավոճ ու որ նայում ես ամեն ինչ ուզում ես փոխել, բայց իհարկե հիմա ոչ թե ման ենք գալի փնտրում ենք ինչ-որ բան, այլ քայլելով գնում ենք դեպի բազմոցները, դեպի սկզբում կվերցնենք Ալենի սենյակի համար գրասեղանը, աթոռը, հետո նոր բազմոցները գնայինք, Վիտոյի հետ գնումները շատ արագ է ստացվում, շատ շուտ է կողմնորոշվում ու հեռվից հեռու կարող է արդեն աչքաչափով պատկերացնել գույները, ոճը, արդյոք այդ կսազի այդ հատվածին, արդյոք դա որակը ինչպես է ու շատ արագ է ստացվում, ահա այստեղ մի հատ սիրուն հայելի եմ գտել, որը շատ ցանկալի չափերով է ցույց տալի մարդկանց, ահա այս այն սենյակի տարբերակն է, որը Ալենը միշտ ուզում էր, ասում էր, որ ես սենյակ ունենամ, կուզեմ այսպես գեյմինգ լինի, այս ամեն ինչով լինի, իհարկե ես հակված չեմ ամեն ինչը այդ տարբերակի, բայց քանի որ այս աթոռը շատ որակով էր, շատ լավն էր, ու զեղչվել էր, կվերցնենք այդ աթոռը ու կանգնել ենք այս սեղանի վրա, բայց սպիտակը չէ, սևը, կամ կա սրանից մի փոքր ավելի մեծը, երևի կվերցնենք մի փոքր ավելի երկար տարբերակը, որպեսզի Ալենը կարողանա համ համակարգիչը տեղադրենք, քանի որ ձմեռ պապիկից համակարգիչ է ուզել Ալենը, համ համակարգչի համար տեղ լինի, համ էլ որպես գրասեղան ծառայի, ահա մի հատ այսպես կողմնորոշվեցինք շատ արագ, ես մինչև այստեղ լույսերն եմ նայում, Վիտոն այնտեղ արդեն աշխատողի հետ այդ ամեն ինչը անում է, հաշվարկները, գնումներ, որովհետև այստեղ դրած է միայն մի հատ, որ մարդիկ տեսնեն, եթե ուզում ես գնել, դա չես կարող գնել, պետք է նույնից պատվիրես, վճարես ու թղթով գնաս պահեստից վերցնես, իրենք էլ ունեն պահեստ հենց հակառակ կողմում խանութի, բայց եթե մեծ բան ես ուզում, ինչպես մեր բազմոցի դեպքում էր, արդեն պետք է գնանք քաղաքից մեր տանը ավելի մոտ այդ ճանապարհի վրա ավելի մեծ պահեստներն է բոլոր խանութների, կահույքի խանութների մեծ պահեստները ու այդ վճարածդ կտրոնով գնաս ու վերցնես քո կահույքը։ Չեք որ պահեստից վերցրեցի Մենք հասանք, մի հատ այս գնումները դատարկենք, բարձրանանք վերև ու արագ ցույց տամ գնումներս։ Այս կողմում Ալենիս համար էլի այդ նույն մուստաներով անկողնային պարագաներ եմ գնել, այս լույսն է, այստեղ կոշիկներ եմ վերցրել, այսպես աշնանային սապոգներ, Զոյկայի գիմնաստիկ պաչեները, որ կորցրել էր ինքը դպրոցում ու նորն էր պետք ու այսպիսի էլեգանտ սիրուն ոչ ամենօրյա կոշիկներ եմ գնել ինձ համար։ Տարանք իրերը դատարկեցինք, սուրճ խմեցինք, դուրս եկանք, եկել ենք բազմոցի հետևից, չգիտեմ, տենանք կարողանալու ենք այս մեքենայով բազմոց տանենք, այս մեքենայով ամեն ինչ ենք տեղափոխել արդեն, սառնարան, դաշնամուր, չգիտեմ, ծալել ենք, տեսնենք կտեղավորվի արդյոք բազմոցը, եթե ոչ նոր արդեն այլ ընտրանքային տարբերակների կդիմենք,
Պետք գնանք հետո նոր այսօր Ալենի սեղանը հավաքենք, աթոռը, ամբողջը դե պետք է հավաքվի։ Հավաքենք, տղու սենյակը այսօր սարքենք։ Այս պահեսներն ու ինչքան մարդիկ կան, որ եկել են ամբողջը իրանց ահիքները տանելու։ Մեր բազմոցը չտեղավորվեց մեքենայի մեջ, այսինքն չփորձեցինք էլ, որովհետև տուփի չափը տեսնելով պատկերացրեցինք, որ չի մտնի, ինքը բացած վիճակում էր փաթեթավորած, մտանք ուղղակի մսեղեն պետքա գնենք, գնեցինք, եկանք ու անցել ենք գործի, ահա այսպես երաժշտության ներքո, հաճելի երաժշտության ներքո, ամուսիններով անցել ենք գործի, դուռը փակել ենք, որ երեխեքը դուրս չգան վերև, ու հավաքում ենք, սկզբում աթոռը կհավաքենք, հետո սեղանը, հետո մի հատ կմաքրեմ, հավաքեմ, անկողինը կփոխեմ ու նոր տոս կկանչենք։ Գրեթե պատրաստ է։ Սնդանակը։ Նոմա տուփերը տանենք, թափենք։ Ուրեմն սիրելիներս, մեր մի քանի ժամվա տանջանքը իր արդյունքն է տվել ու հիմա այսեն սիրուն ույուտնի սենյակ ունենք, այստեղ ինքը ձմեր պապիկից համակարգիչ էր ուզել, մենք դեռևս մենակ մոնիտորն ենք գնել, իր PlayStation ենք բերել այստեղ ու այն ուղեղը պետքա նոր տարում տեսնենք այդ վաղտ կգնենք, հիմա կարևորն է նա, որ այստեղ իր սենյակը, այսենց անկողինը ու պատրաստակնենք Ալենին կանչենք։ Աչկետ փագի ու արի։ Դե բացի։ Oh my god! Եկեք։ Գնարա։ Հա։ Լավ ատղես։ Շնորհավոր ամենը։ Գնա լսի փորձի մի հատ, Եվրատեսին ուզում գնա։ Հա, քո ուզած սենյակն է։ Ահա։ Դե ինչ մեր ձեռքով կորցրեցինք։ Հարմար է դիրքալ։ Հա։ Սա էլ իր խելացի ժամացույցն է, որը ցույց է տալիս շաբաթվա օրերը, ժամը, ջերմաստիճանը, սենյակի խոնավությունը, կառավարվում է հեռակառավարման վահանակով, կարող է զարթուցիչ դնել, մի խոսքով շատ լավ տարբերակ է այս տարիքի երեխաների համար, նվերի լավ տարբերակ է։ Spain, you get additional. Spain was up on our scoreboard. Now it's time for Romania. Սիրելիներս, Եվրատեսիլն ավարտվեց ու ինչպես միշտ դժգոհ ենք արդյունքներից, քանի որ մեր տղան հիանալի կատարեց, բայց դե ինչ արած, ունենք այն ինչ ունենք ու անցանք միանգամից Անգելինայի խնդրանքով պատրաստում ենք նրբաբլիթներ, խնդրելա, որ միասին պատրաստենք, այսինքն ես ասեմ ինքը միանակ պատրաստի ու միանգամից միսնել ենք դնում, պատրաստենք համ թերթիկները, համ խճողակը, որ միանգամից փաթաթենք, խճողակը աղացած միս է իմ մոտ խառը, հիմնականում ավելի շատ տավարի միսը, խոզը շատ քիչ է, գիտեմ, որ մենակ տավարինով ավելի համով է ստացվում, բայց մի փոքր էլ խոզ եմ խառնել, որ ավելի փափուկ լինի, որովհետև ես շատ սոխ ավելացնելու տարբերակ չունեմ, ամուսինը շատ սոխ չի սիրում առհասարակ ու ես այնքան, որ երկու փոքր գլուխ բլենդել եմ շատ լավ կանաչի կոթերի հետ, սա կավելացնեմ հիմա, իսկ վերջում էլ տապակվելուց հետո կավելացնեմ մնացած թարմը կանաչիները խառը, չորացած կանաչիներ,
աղ, սև պղպեղ, ուրիշ ոչ մի ավելորդ, ինձ համար ավելորդ համեմունքներ չեմ ավելացնում, քանի որ իմ կարծիքով այս դասական տարբերակը ամենահամեղն է ու ամենալավն է ստացվում, կարևորը մեր մանկության համն ու հոտն ենք առնում։ Ահա ես էլ դե փորձի համար տապակել եմ, հիմա ամենքս մի հատ փորձենք, անուշ անենք ու նոր գնանք քնելու, դե մնացածն էլ արդեն տեղավորում եմ, սառելը արդեն տեղավորում եմ սառցախցիկ։ Բարի կիրակի առավոտ շուտ սիրելիներս արթնացել եմ ու արդեն առանց ձեզ գաթայի խմոր եմ պատրաստել, դրել եմ հանգստանա, այստեղ էլ խորիզն է, որոշել էի կտրտած, բայց քանի որ ժամանակ չունեմ ու հաց եմ սարքում, դրա համար կանեմ 2 հատ ուղղակի կլոր սիրուն գաթա, այսօրվա համար, սուրճի համար, եթե հուզենք էլ կան, որ համեղ բան ունենանք տանը, թխած, տնական։ Սիրելիներս գաթաս արդեն պատրաստ է, ինքն փափուկ ստացվում հենց անուշ հոտը ու գնում եմ վերև սուրճ խմելու։ Աղջիկներ հիշում եք, որ մի քանի օր առաջ ոչ աշխատանքային օրով, այսինքն նախորդ վլոգում գնացել ենք ինտերշպար ու այս ժամանակահատվածը սիրում եմ մեծ ինտերշպարները, որովհետև շատ լավ զեղչեր ա լինում ու այս սաթինի հենց պարագաներ անկողնային, որոնք ամենաթանկն են, ես ունեմ հիմա, բայց իմը մի քիչ ինքը սպիտակ ա, մի փոքրիկ էս ծաղիկներով, բայց այս անգամ որոշեցի վերցնել հենց միագույն, շատ սիրուն երկնագույն է, չգիտեմ տեսախցիկը ինչպես է հաղորդում, բայց ինքը շատ սիրուն երկնագույն է ու որոշեցի հենց այս գույնի մեջ վերցնել, զեղչվել էր, մի խոսքով ոնց որ երկուսը իրար հետ 40 քանի եվրոյի կարգի, այսպես տեսեք մի հատ, ինքը շատ լավն են սրանց, փականները շատ ամուր են, դե գիտեք, մեզ մոտ սավանները հետը չեն, ինքը մենակ մի հատ բարձի երեսն է ու վերմակի բանը, այսպես վեցուկը, հիմա տանում եմ մի հատ լվանամ, շատ երկարի տակ չեմ դնում ու հիմնականում նոր ապրանքը, որ գնում եք, առաջինը սառը ջրով լվացեք, որ ինքը գույները չկորցնի ու այդպես է ճիշտը, սառը ջրով ենք լվանում, մի փոքր ուղղակի փափկացնող հեղուկ կլցնեմ անուշ բույրի համար և սառը ջրով 15 րոպեի տակ ուղղակի կպարսաջրեմ, այդպես, ու հետո կգցեմ չորանոց, շուտ չորանա, որ այսօր արդեն անցկացնեմ։ Սիրելիներս Էլենս կարտոֆիլով պյուրե էր պատրաստել, շատ կարագով, շատ համեղ ու շատ էր ստացվել, դե ափսոսեցի ինչ-որ ուրիշ բան անել, մտքովս անցավ միանգամից այս համեղ կարտոֆիլով կարկանդակները, շատ արագ խմորը պատրաստեցինք ու ջեռոցում կթխենք մեր են եռանկյունի ավանդական շատ համեղ կարկանդակները, կարտոֆիլի խճողակին ավելացրել եմ տապակած գազար, սոխ, էլի աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ։ Շատ համեղ, հիմա ինքը չոր է, հենց դնում ենք մի հատ հեսա տեղափոխվան տախտակի վրա, սրբի չեմ գցում վրան ու ինքը սիրուն փափուկ ու շատ համեղ է ստացվում։ Համովա կյանքս, այս մեջը մի հատ նայենք, մեջը մի հատ նայենք ու տեսեք, տոքո շատ, բայց շատ փափուկ ու համով, անուշ լինի։ Ահա, մի փոքր մնացած խմորով էլ հացեր եմ թխում, այս կլորները հացերա, որի վրա ռոզմարին և ծովի աղ եմ արել, ահա այսպես սիրուն, համեղ, անուշաբույր, փայլուն կարկանդակներ, այսօրվա ինչի չէ նաև կարելի է պատրաստել ուղղակի լանչ բոքսերի համար երեխաների։ Ցույկա, նախորդ վլոգում, որ մենք իրար հետ զրուցում էինք, ու դու ասում էիր, որ ձմեռ պապիկը պապան է, չգիտեմ ինչ, ու երեխեք կան, ովքեր քեզ նայում են, մի քիչ նեղվել էին։ Հիմա դու մի հատ բացատրի, ինչի նկատի ունեիր բալես։ Նկատի ունեի, որ պապաս
Միշտ նվերը առնում ու թողում բաներ վերցնեմ։ Բայց մեր պապիկը Ու ձմեր պապիկը չի կարակա, որովհետև ես բանը չի ապրում, ուրիշ երկրում ապրում։ հա, Հա, ձմեր պապիկը բայց կա, չէ։ Հա։ Հիմա մի հատ էկրանից բոլոր բալիկներին ասա, որ ձմեր պապիկ կա, ուղղակի ինքը շատ հեռու է ապրում ու չի կարա գա, մանավանդ որ մեր մոտ հիմա ձյուն չկա, ինքը չի կարա սահնակներով գա, չէ։ ձմեր պապիկ կա, բայց չի կարակա, որտև շատ հերու է այստեղից։ Չէ, երեխեքը քեզ սխալ էին հասկացել։ Ուղղակի դու ասում էի նկատի ունեիր, որ նվերները, քանի որ շատ թանկ նվերներ է, պապան է առնում, հա, հետո տալիս է ձմեր պապիկին, ձմեր պապիկը բերում, հա։ Ահա, հասկացաք հիմա Զոյկան ինչի նկատի ուներ։ Դե մի հատ ողջունի բոլորին։ Սիրելիներս, Կիրակի երեկո դուրս ենք եկել քայլելով գնանք այսօր, քանի որ 3-րդ ադվենտն է, պատարագ է, քայլելով գնանք եկեղեցի, համ հաց ենք կերել ընթրիքից հետո համ կմարսենք, համ էլ պատարագի կմասնակցենք, գնացինք։ Վերջացավ, գնացինք տուն։ Քանի որ մեր վլոգները առանց Զոյկայի հնարավոր չի, գիտեմ, որ շատ եք սիրում Զոյկայի հետ հատվածները, այսօր մի հատ կնվագես մեր համար, չէ։ Սիրելիներս, քանի որ հենց նոր մի հատ մեկնաբանություն ընկավ աչքիս ու էլի էի հարցրել, թե ինչ նյութերով եմ մաքրում այս մատավի հատվածը, որովհետև իսկապես դժվար է մաքրում, ճիշտ է, լավն է, շատ լավն է, որակյալ է, բայց ամեն ինչով չի մաքրվում, թե սովորական փայլուն բանը հող գլանցը կարելի է մի հատ տաք լվացրած քամած շորով սրբել ու վերջ, սա այդպես չի մաքրվի։ Ման երբ որ կահույքը պատվիրել էինք, իր հետ որպես թանկարժեք կահույք, այսպես ասեմ, ուղարկել էին նաև այս հավաքածուն, որը կարծում 50 եվրո է, այս հավաքածուի մասին է խոսքը, ու շատ լավ է մաքրում, շատ, ու ինքը հենց հատուկ էս կահույքի համար է, տեսեք, հատուկ էս մեր կահույքի համար է, հենց իր գույնը, իր ամեն ինչը, սիրելիներս, այս հատվածը արդեն ասել եմ, այնն է, որ ինքը մատնահետք չի մնում, ինչ ուզում ես արա, սովորական մատնահետքերը չի մնում վրան, դե իհարկե, եթե յուղ թռնի կամ ինչ-որ մի բան կմնա, բայց մատնահետք բացել, փակել ոչ մի կերպ, տեսեք, որ նայեք, ոչ միտեղ մատնահետք չի մնում, բայց իրեն մաքրելու համար հարկավոր է այս հեղուկը մի հատ բզացնել ու տեսեք ամենուր նկարված է այն շորը, որը իր հավաքածուի հետ էր, այս միկրոֆազե շորը, որը ակնոցները մաքրելու, ապակի մաքրելու համար է, ապակի հայելի, մի խոսքով են ակնոցների հետ, որ լինում է այդ շորից է, կարծում եմ ամենուր կարելի է հիմա ձեռք բերել, բայց ես մաքրում եմ նաև
Այս որը տեմույից եմ պատվիրել իսկ ու իրոք շատ գոհ եմ, այնպես չի որ մեկ անգամյա, կարելի է մի քանի անգամ օգտագործել, նույնիսկ կարելի է լվանալ ու հետո նորից օգտագործել։ Տեսեք, այս ասեցի արդեն վերևի հատվածների համար է, սա օգտագործում եմ այս մետաղական հատվածների, օգտագործում եմ այս հատուկ այս կերամիկայի համար, տեսեք, վրան նկարած է ու ինքը հենց հատուկ այս հավաքածուի համար է, բայց կարծում եմ, որ այս քարը, այս լվացանի քարը մաքրելու համար այս եմ օգտագործում, հիմա բոլորը կփորձենք, տեսեք, այստեղ ջրով մենակ սրբել եմ ու այսպես հատուկ թողել եմ, որ մաքրենք ու տեսնեք արդյունքը, սա գազը, ջեռոցն ու հվանը մաքրելու համար է, սա էլ արդեն գազօջախը, ինքը երբ որ շատ կեղտոտ է դրա համար, ես հիմա այս չեմ օգտագործի, որտեվ ջեռոցս մաքուր է, ջեռոցս մի երկու անգամ եմ օգտագործել ու հիմա կփորձենք, մի հատ առաջինը, այս փորձենք, ինչ ենք անում, տալիս է, որ այսպես լցնում ենք ու պետք է, որ սրանով սրբենք, հիմա մաքրում եմ սրանով, թեկցանում ենք ու այս ջրով մեկ տարբերությունը ու մաքրելուց հետո ինքը լրիվ գույնը փոխվում է, գույնը գալիս է տեղը, փայլը գալիս է տեղը, ամեն ինչը այս սրանով էլ եթե անեմ, էլի նույն կերպ ինքը մատվի հատակների այս մատերիալների որակների համար է, տեսեք տարբերությունը, մի խոսքով այս հավաքածուն է, սիրելիներս, այսպես Բարի լույս սիրելիներս, այս տարվա վերջին աշխատանքային շաբաթվա առաջին օրն է, ինչպես միշտ ճանապարհել եմ բոլորին ու հեսա ես էլ եմ դուրս գալիս, ասացի մի հատ ձեզ ողջունեմ ու դուրս գամ, մի հատ շաբաթ կիրակին ամփոփենք, ինչպես հասկացաք շաբաթ օրը աշխատանքային էր, 1 ժամ ու կես աշխատել եմ, հետո գնումներով, Ալենի սենյակը վերջացրեցինք, գրեթե վերջացրեցինք, բազմոց էինք գնել, այս մյուս տան որը հյուրատուն է ծառայում, այդ տան համար, փոքրիկ բազմոց, հյուրասենյակի համար, բայց չտեղավորվեց մեր մեքենայի մեջ, մեր հաշվարկներով պետքա տեղավորվեր, պես քանի որ փաթեթավորումը շատ մեծ էր, դրա համար այդպես չէր մտնի, եթե բացեինք, ռիսկ անեինք ու բացեինք, ինքը ծալեինք, ծալած կմտներ, բայց մտածեցինք, որ դրսում շատ ցուրտ էր, մինչև հանեինք դուրս, բացեինք, բավոր կեղտոտվեր, մի քիչ թացեր գետինը, մի խոսքով այդպես բավորների մեջ ու տեսակ ինչքան մարդ կար, որ եկել էին իրենց կահույքը տանելու ու ներսում պահեստում տեղ չկար, որ պահեստում բացեինք այդ ամեն ինչ անեինք, ստուգեինք, փորձեինք ու հետո եթե բացեինք արդեն փաթեթավորումը ու չտեղավորվեր, այդպես չէինք կարող այնտեղ թողնել, արդեն կբացվեր տուփը, խոսքով ռիսկի չդիմեցինք ու որոշեցինք գանք տուն, կտեսնենք երբ հարմար կգնա ամուսինս տեքորս հետ մեծ ավտոյով կբերեն, բեռնատար մեքենայով կբերեն, այդպես, դե մնացածն էլ դե կիրակին ավելի տնային, աշխատանքային կիրակի էր, խոհանոցային, այդպես այդ ամեն ինչով, մինչև ժամը 4-5, դրանից հետո արդեն հանգստացել ենք, ֆիլմ ենք դիտել երեխեքի հետ, մի խոսքով շատ լավ հանգստացել ենք ու հիմա այս վերջին շաբաթն է ու հիմնականում վերջին շաբաթը ամենածանրաբեռնվածն է միշտ լինում, շատ գործ կա անելու, շատ գործ կա կուտակված, պետքա գնամ, հասցնենք, այնպես անենք, որ չմտածենք, որ դե լավ մեկը արձակուրդ է, հիշենք, որ արձակուրդից հետո պետքա նորից գործի գնանք, այնպես չլինի, որ շատ կուտակված բաներ մնան, կան այնպիսի բաներ, կամ էլ այնպես, որ հետո ուշ լինի,
Այդպես սիրելիներս, դե կարծում եմ այս վլոգի համար այսքանը բավական է, կմոնտաժեմ կտեղադրեմ, այս շաբաթվա վերջում մի հատ էլ որ վլոգ ունենանք, տեսնեմ այս օրերի ընթացքում կհասցնեմ, այնպես լինի, որ գոնե այս շաբաթվա մեջ մինչև կիրակի օր, այսօր երկուշաբթի է, գոնե 2 վլոգ ունենանք, չնայած որ հիմա գիտեմ այս շրջանում երևի շատ զբաղված եք, մի քիչ դիտումները պակասել է, դե հաշվի առնելով նաև Ռուսաստանից եկող դիտումները, որոնք ինձ շատ դիտումներ էին բերում, մի քիչ պակասել է, բայց ես չեմ ընկճվում, գիտեմ, որ այդ ժամանակավոր է, լինում է, որ այս շրջանում մարդիկ շատ զբաղված են, չեն հասցնում դիտեն, ուրիշ հոգսեր ունեն, ուրիշ խնդիրներ ունեն, բայց դե ունեն մշտական հետևորդներ, որոնք միշտ սպասում են ու նույնիսկ դժգոհում են, երբ որ ուշանում է վլոգը, այնպես որ հնարավորինս ակտիվ եղեք, ձեզ հաճելի դիտում, լավ մնացեք, լավ եղեք, հաճելի նախատոնական օրեր, մինչ նոր հանդիպում։